Հիմա այս 40 կամ 50 հոգին ես իրանցից ճիշտն ասած չէի սպասում, բայց իրենք կապի դուրս եկան ու խնդրեցին որ խոսենք, խնդրեցին որ բան անենք, հա չէ ընդհանուր նախ քննարկենք ու խնդրեցին որ նաև մենք ժամանակ տանք ոնց որ տենց չճնշենք այս հարցերով ցնցումների չտանենք, որ իրենք ժամանակ ունենան կոնսոլիդացվելու, որովհետև շատ տարբեր ֆրակցիաներ կան իրանց մեջ։ Մի մասը ուզում են միայն արշակին պատժեն ու արշակին կարգալույց անեն ու վերջ փակեն, ոնց որ դա լինի կոմպրոմիս, հա։ Մի մասը ասում են, չէ, եկեք ուղակի սառեցնենք այս վիճակը, օրինակ այդ Խաժակը, Սահակը, Մաշալյանը, իրանք տենց են, որ սառեցնենք ֆրոզն կոնֆլիկտ էլի, հետո կտեսնենք, էլի։ Մի մասը ասում են, չէ, պետք է կտրիչը հեռանա։ Այսինքն տարբեր ձայներ են ու ներսում միանշանակ չի ամեն ինչ, ճիշտ է։ Հա, ու եթե լինի այդ ժողովը, դա կլինի դեկտեմբերին, ու եթե լինի այդ ժողովը, պետք է 50%-ից ավելին, այսինքն 25 եպիսկոպոսը պետք է որ կողմ լինեն անվստահության քվե հայտնելու։